Յա, Հակ ջան։ Ապար։ Ոնց ես։ Լավ եմ բալես, լավ եմ։ Դու ոնց ես։ Լավ, մերսի։ Ո բան չի եղել, ինչի ես այս ժամին եկել։ Չէ, ես դիմացի տարածքը վերջապես վերցրեցի։ Հա։ Տեսա ավտոդ կանգնած էր դիմացը օֆիսիդ, ասիդ քեզ է տեսնեմ։ Երկար վաղտա չեմ տեսել։ Լավ ես արել, տղա ջան, շատ լավ ես արել։ Տղեկը ուշ են գալու։ Չէ, հեսա որ որա կգան։ Հակ։ Ասում ես օֆիսի դիմացի տարածքն ես ուզում վերցնես։ Հա, տեղը լավն է, դուրս եկա։ Հա։ Բայց եթե քեզ տարածք էր, պետք ինձ մի բերան ասեիր, ես լիքը ավել սենյակ ունեմ, մի երկուսը կտայի քեզ։ Նորմալ է, օպար ջան։ Իրոք։ Չէ, նորմալ չի։ Բիզնեսը ավելորդ ծախսեր չի սիրում, տղա ջան։ Դու պետք է լավ մտածես։ Ավելորդ ծախսեր չանես։ 10 անգամ մտածես, նոր քայլեր անես։ Թե չէ sense որ կնետակ կտաս, տղա ջան։ Բայց տենց է չի լինում, չէ՞ որ կանոնես բիզնեսը ուրիշի հաշվին կառուցես։ Եթե բիզնես եմ անում, ուզում եմ ամեն ինչով ես տեղ լինեմ, նաև տարածքի փողը տալու։ Բալես, դու դեռ բիզնես չես անում։ Այդ բիզնես անել չի։ Դու ընդամենը բիզնեսը տեղափոխում ես, իսկ այդ նշանակում է, որ նոր ես սկսում։ Խոսափի ավելորդ քայլերից։ Հասկացար։ Կայունացի, նոր հետո ինչ ուզում ես արա։ Ասում ես երբ ես ստորագրում այդ պայմանագիրը։ Մի ժամից արդեն կգնամ ստորագրելու։ Ահա, շատ լավ է։ Ուրեմն զանգի քեզ լարա։ Տես ոնց կլինի, օպար։ Չէ։ Քեզ բան եմ ասում։ Քեզ կարի սենյակը պետք է։ 2։ Ուրեմն 4 սենյակ, որ հարկում ուզես վերցրու։ Չէ, օպար։ Իրոք մերսի, բայց Տղա ջան, երբ որ մեծերը բան են ասում, փոքրերը լսում են։ լսում եմ։ Ալո, Ինչ կա, ոնց է ընթանում ռեմոնտը։ մի քանի օրից կվերջացնեմ։ Այդ 2 օր առաջ էլ էիր ասում։ Սենց ասեմ, շատ քիչ բան է մնացել։ Հեսա կտենամ ինչա մնացել, սալոնը ինչ շուտ է պետք։ Հասկանում եմ, ինչքան հնարավոր է գազ եմ տալի։ Այդ քրաչը սոթու ջրի պես է պետք։ Okay, Բանալին մոտդ, հա։ հա, Դե գալիս եմ։ լավ ջան։ Հենց հիմա զանգի ու ասա, որ քեզ ես անում։ Կզանգեմ օպար։ Չէ, հիմա զանգի, իմ ներկայությամբ։ Ախր անհարմար իրադրության մեջ ես գցում։ Քո գործը չի դու զանգի։ Այ քեզ բան, ուրեմն ես այսքան տարածք ունենամ, դու գնաս ուրիշ տեղ տարածք վերցնես։ Եթե դու այդքան տարածք ունես, ուրեմն ինչ-որ մի բանի համար պետք է, չէ՞ քեզ էդի։ Ասեցի քո գործը չի, դու զանգի բալիս։ Լավ։ Այդ մենեջերն է թե տերը։ Տերը, Այա, ամերիկացի։ դուրից։ Hello, mister. Նարե, Հա, Ստելլան։ Լեոն ուրա, Լեոն մի ժամ առաջ դուրս եկավ։ դուրս եկավ։ Հա, ինքն ու Դավիթը դուրս եկան ու գնացին օֆիս։ Ինչի համար ես հարցնում։ Այդ բադլեցին նայ է։ Ստելլան։ Լսի ինքը ինձ ասեց գնա բասեն, գալիս եմ երկուսով լողանանք։ Ես արդեն չիր եմ դա դարել։ Ինքն էլ օֆիս է գնացել, հա։ Շատ ծիծաղալու, հա։ Ստելլան ջան։ Ասա։ Գիտես, բայց Դու օֆիսի ադրեսը ինձ դուր։ դու սխալ բաներ ես մտածում, որովհետև այդ պապային դուր չի գա, քո հարցերը պիտի տանը լուծես։ Հա, ես պետք է սպասեմ ու տանը լուծեմ հարցերը, հա։ Ախպերս, Ես ուր ես բա։ խանութ եմ մտել կոֆե առնեմ, երեկվանից մեր օֆիսի տիրուհին լքել է մեզ։ Ո՞վ է օֆիսի տիրուհին։ Եվան, Բայց Եվան օֆիսում է։ ոնց օֆիսում է։ Հա, Գալիս եմ լավ։ Ինձ թվում էր արդեն պատրաստ կլինես։ Դեռ շուտ է։ Հետո դու ինչ ես ասել ուր են գնալու։
Գնում ենք ռեստորան։ Գիտեմ, Ալեքս, բայց ռեստորանները տարբեր են։ Եթե չես ուզում, սով։ Ես կպատրաստվեմ։ Ուղղակի ինձ մի ժամ ժամանակ տուր, հա։ Սոֆա մի ժամ, Հա, մի ժամ։ բայց առաջ քեզ 15 րոպեն էլ էր հերիք։ Էդ առաջ էր։ Հիմա շատ բան է փոխվել։ Papi ջան, բարեդոր ես տեսել։ Հանայ ջան, ուրախ եմ քեզ տեսնելով։ Ամեն օր մատակարարվող թարմ սնունդ, ֆիզիկական վարժություններ, խաղեր, անվճար տրանսպորտային փոխադրում։ Մենք կարող ենք ձեզ օգնել նաև SSI Section 8 Low-income փաստաթղթերի ձևակերպման հարցում։ Ձեր անհոգձերության կազմակերպումը վստահեք մեզ։ Healthy Solutions առողջապահական կենտրոն։ Զանգահարեք, անձամբ կպատասխանեմ ձեր հեռախոսազանգերի։ Healthy Solutions։ Տարեսների խնամքի Անփոխարինելի կենտրոն։ Distractions. They're a part of our everyday life, but some can be more devastating than others. In a split second, an unexpected car accident can result in traumatic neck and back injuries. But thankfully, there's the Advanced Chiropractic Wellness Center, led by Dr. Maureen Papazian, who specializes in chiropractic treatments for car accident victims. Using the latest techniques and equipment, the Wellness Center is one of the best chiropractic rehab facilities in the Valley. If you're in pain, give us a call today. Փնտրում եք ընտանեկան գողտրիկ անկյուն կամ օջախ, համեցեք նորաբաց Արարատ ռեստորան, ամենօրյա երաժշտություն, նորացված ազգային խոհանոց, 6430 San Fernando Road, Glendale, նախկին Մառան ռեստորան, սպասում ենք ձեզ։ Brand Surgical ինստիտուտը ներկայացնում է ամենավերջին նոր արարությունը՝ էնդոսկոպիկ ինտրագաստրիկ բալոնավորում, ավելորդ քաշի ձերբազատում առանց վիրահատական միջամտության, նիհարեցնող դեղահաբերի եւ սպիների, Անժել Սամվելյանի ղեկավարությամբ եւ բարձրակարգ վիրաբույժ Սերգեյ Լիասի գլխավորությամբ մեր մասնագետները կօգնեն կարճ ժամանակում ձերբազատվել ավելորդ քաշից։ Ես պատրաստ եմ օգնել ձեզ։ Գործում է անվճար խորհրդատվություն։ Oasis Restaurant. This is one of the hidden gems located in the heart of the valley. Come by and celebrate your next event at Oasis in Van Nuys. Your birthday party, celebrate your taste buds, or just celebrate life. We also have hookah and watch our ninja chefs cook right in front of you. For the greatest experience, welcome to Oasis Restaurant in Van Nuys. Վերջապես, Glendale Funeral Home-ը եւ Attorney Valley Memorial Park-ը հպարտությամբ տեղեկացնում են, որ երկար աշխատանքներից հետո իր վերջնական տեսքը ստացավ Սանտա Կլարիտայում գտնվող Սարդարապատ հուշահամալիրը։ Հայրենիքից մի պատար օտարության գրկում։ Այստեղ առաջարկվող հողատարածքները շուկայականից անհամեմատ մատչելի են։ Կան հարցեր, զանգահարեք 818 570 23 43 Attorney Valley Memorial Park։ Ջան, լավ ես ախպերես։ Լավ ախպերես դու։ Լավ, Հակ ջան, ես պապայի մոտ էիր։ Հա, ժամանակ ունեի, ասի մեծ հոպարին տենամ, ենել հոպարը ինձ լրիվ մտափոխեց։ Ինչ արե։ Դե տարածք է չա վերցնում։ Որտեղ։ Ես դիմաց օֆիսին, ենել մեծ հարս քենսել անեմ։ Չեմ հասկանում։ Շատ ճիշտ արել ախպերես։ Դու չգիտես հոպարին, որ մի բան չի ուզում, ուրեմն էլ հակառակը չես կարա համոզես։ Հետո էլ ինչի դեր պետք է տարածք։ Ես եկա օֆիսի մեջ ուրեմն որ քեզ օֆիս պետք էր, չէ՞, կարա ունենայիր։ Ունենալը կարայի ունենայի, բայց ինձ էլ հասկացի, չեմ ուզում նեղություն տանել։ Այդ նեղություն չէ մեր համար ախպերս։ Դու մեր ախպերն ես, մենք շատ ուրախ կլինենք, որ քո համար մի բան անենք։ Գոնե մի հարցով մեզ էլ դիմի ախպերս։ Չեղավ տենց ընկերում։ Մենակ ես եմ դիմում լուր։ Թարգի լավ։ Թղթեր ունեք, կնայեք։ Բերնայեմ։ Սուրճ կխմեք։ Չէ։ Այսօր երկու հանդիպում ունեք։ Մեկը լանչին, մեկը երեկոյան։ Երկուսն էլ հանի գլուխս պայթում է։ Լավ։ Ես այսօր շուտ եմ դուրս գալու։ Լավ։
Վերցնեմ։ Ինչ անենք ախպերս, մի հատ կոֆե չխմենք։ Խմենք, բայց լավ չի լավին սպասենք։ Հա, չանած նենց եմ ասում, մի հատ կոֆե չխմենք, քարտուղարի չունենք որ կոֆե դնի մեր համար։ Երևի դուրս կգանք, դուրսը կխմենք։ Խի չունենք որ։ Եվան մի քիչ առաջ ներսներ, որ տեսա։ Ոնց Եվան ստեղ, հա։ Հա։ Յա։ Ինչ կա որ խնդիր կա չեմ հասկանում։ Որտեվ Լեոնը մի տեսակ է լավ, որ ասացի ստեղը։ Եվանը նենց տիպն է որ կարաս մի տեսակ Ալբերտ, նորից բարի լույս։ Բարի լույս, ինչ կար խանութներ ապեր։ Անկա, անիմաստ ախպերս։ Ստելաս վրա էր տվեմ, ինձ է պետքա փախնեի, թե չէ։ Փախա ու գնացի խանութ։ Դեռ մանյակ է այդ ախպեր։ Լավ է։ Ուր գնում եմ հետևից է գալու։ Մեր վաղտով մենք էինք աղջիկ հետևից ենք գնում, հիմա իրանք են մեր հետևից ընկած։ Լավ է, լավ է։ Շատ լավ է։ Ի՞նչն է լավ։ Ուր գնում եմ ինքն աչքերս բացում, ինքն աչքերս փակում եմ, էլի արդեն ինքն է սկսի երևալ։ Զուգան եմ մտնում գողտու դուռը փակում եմ, ֆորմում որ գիտեմ հաստատ մարդ չի լինելու, մեկ էլ ասում եմ մարդս կարող միտեից դուրս գա դրա համար ստիպած զուգան վրա ծանր բան եմ դրել, որ չի ելնի։ Ասում եմ մթությունից ես վախում, թե Ստելայից, ասում եմ մթությունից, ասում եմ ինչ ասում եմ, բա մթության մեջ գիտես քայնած Ստելա կարա լինի։ Արի ոչ մի բան չփչացնենք։ Ես ուզում եմ որ մեր մոտ ամեն ինչ արդվի։ Ես էլ։ Դրա համար ամյոքները մի խոսա։ Ես ինձ վատ եմ զգում դրանից։ Երեխեքի հարցը ինչ ենք անելու։ Ես արդեն տիկին Գոհարի հետ խոսել եմ։ Կմնա երեխեքի մոտ։ Ասում ես քեզ մի ժամ է պետք պատրաստվելու համար։ Հա, մի ժամ։ Մենք լավ առաջարկում եմ։ Արի գնանք Վեգաս 3 օրով։ Վեգաս 3 օրով։ Չէ, չեմ կարող։ Երեխեքը չեն կարող այդքան մնալ առանց մեզ։ Նման բան երբեք չի եղել։ Սոֆա այս կյանքում ամեն ինչ առաջի անգամ է լինում։ Թող մի քիչ մեծանան նոր։ Երեք երեխեքս ինչ ուրախ էին։ Շատ։ Այնքան լավ զգացի ինձ, որ տեսա երեխեքս տենց ուրախ են։ Ես էլ։ Տեսնում եք քո ուրախությունը։ Ժամանակ առ ժամանակ ընդհատումներով։ Դες գնամ պատրաստվեմ, որ մի ժամից վրա էլ ժամանակ չավելանա։ Հետո չխոսես։ Դե քանի Եվան ստեղա սկսենք չարչարել։ Էլ մի սկսի լավ։ Էլ ինչ է ախպերս։ Աղջկա դուրը մեր օֆիսը շատ է եկել։ Այդ 30 ունենալ պետքա գնացած լինել, բայց չէ։ Եթե եկել է, ուրեմն թող աշխատի։ Թող աշխատի։ Զանգեմ։ Եվա մեզ 3 հատ կոֆե դիր։ 2 հատ ախպերս ես հեսա դուս եմ գալի։ Ուր ես գնում։ Հանդիպում ունեմ, բայց նենցա շուշուտ կտեսնում ենք։ Նենցա այս օֆիսից եմ արդեն։ Շատ լավ է։ Լավ է, բա քեզ քարտուղարուի պետք չի, բրատ։ Եվան, չէ։ Ելքի ախպերս, sense փոքր լապատ կա ունի, տակդ նես կփորի գոր։ Գոհեմ։ Դու գիտես։ Գնացի ախպերներ, կտեսնենք Անպայման։ Ախպերս տեսնենք։ Ինչ ենք անում։ Ես սրա հետ խաղ չեմ խաղալու։ Փաստեր ունես։ Չէ։ Ուրեմն համբերի։ Ես էլ ախպերս։ Ուր ես գնում։ Մարդ պիտի տենա։ Ա դե սպանիր դու էլ քո մարդ տենալով հասկացանք։ Տունը կխոսանք լավ։ Լավ է։ Հելո կմնաս։ Նարա ջան, բարև։ Բարև։ Ալեննա։ Լսում եմ։ Ճիշտն ասած, կինոյի տոմսուն եմ։ Ուզում եմ քեզ հրավիրեմ, կարամ գամ հետևից հետ։ Կներես, բայց ես կինո չեմ սիրում գնալ։ Տարօրինակ է, առաջի անգամ լսում որ կինո չսիրեն։ Հա, ես տենց եմ, տարօրինակ։ Այդ դեպքում դու ասա, ուր ես ուզում գնանք։ Ես ուր ուզում գնում եմ ու քո տանելու կարիքը չունեմ, էլ ինձ չզանգես։ Կներես։
Ինչի բորբոքվեցի։ Ալո։ Սկյուրիկ ինչ ես անում։ Ստուդիայում եմ։ Դե հա ակտիվի գնում ենք հաց ուտելու։ 5 րոպեից է տեղը։ Բայց սպասի, հիմա։ Cracking Crab ծովային ամենահամեղ ուտեստների ռեստորանը իր հյուրընկալ դռներն է բացում ծովամթերքի սիրահարների առաջ։ Cracking Crab անկրկնելի կերակուրներ պատրաստված հմուտ խոհարարների ձեռքով, գարեջրի լայն ընտրանի, կարճ այցելությունների համար առկա է նաև բար։ Cracking Crab դարձրեք ձեր ընտանեկան, գործնական կամ անհատական հանդիպումները անմոռաց։ Cracking Crab 2256 Հանալոլու ավենյու։ Այցելեք, մենք սպասում ենք ձեզ։ Ձեր տան կամ բնակարանի դռներն ու պատուհանները անմխիթար վիճակում են, հոգ չէ, շուկայի առաջատար Frontier Windows and Doors ընկերությունը ներկայացնում է հատուկ առաջարկ։ Տեղադրեք 10 պատուհան, ընդամենը $3,950, 36 ամիս 0% financing։ Տեղադրելով մեր Vinyl Double and Triple Paint պատուհաններն ու դռները, դուք ձեր բնակարանը կդարձնեք գեղեցիկ եւ թանկարժեք։ Լաս կխնայեք էլեկտրաէներգիա։ Մինչև որևէ այլ տեղ դիմելը համեմատեք գները մեզ հետ։ Մենք ընտրեցինք լավագույնը։ Հեռախոս 818 478 0074 Երևան Premium Foods Մեր հայրենակցների ձեռքով պատրաստված ավանդական բաստուրմա, չամանով սալ, սուջուղ եւ մանե Երևան Premium Foods հայկական ավանդական խոհանոցի ամենասիրելի ուտեստները պատրաստված ամենավորակյալ մսամթերքի տեսականուց Որակյալ փաթեթավորում, որի շնորհիվ պահպանվում է մթերքի անզուգական համը Երևան Premium Foods Զգացեք հայրենիքի համը, հարցրեք բոլոր նպարատներում։ Արիգակտային համակարգերի առաջատար LA Solar Group-ը ընդլայնելով իր գործունեությունը այժմ մասնաճյուղ է բացում Las Vegas քաղաքում։ Եվ այսպես, Las Vegas-ի մեր հայրենակիցները արդեն հիմա կարող են առանց ժամանակ եւ տարածություն հաղթահարելու սկսել իրենց խնայողությունները։ Մոռացեք հոսանքի բիլի մասին LA Solar Group-ի շնորհիվ։ Ոչ մի սպասում հաստատմանը, $0 կանխավճար, $0 միացումների համար։ Նոր տնօրինությամբ Blackjack նպարատունը սիրով հրավիրում է բոլորին շահավետ գնումների, բազմազան մթերքի լայն տեսականի, տեղում պատրաստվող թարմ եւ համեղ թխվածքաբլիթներ, ինչպես նաեւ հայկական նաղաշ լավաշ, որը թխվում է հենց տեղում մեր նախնիների պատրաստման եղանակով։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Նարե, Ինչ։ ինչ ես գոռում։ Ինչ ես ուզում Ստելա։ Ինչ պետք է ուզեմ։ Վիճակը տեսել ես։ Ինչ ա եղել։ Հա։ Պետք է ասես իմ գործը չի, չէ։ Կարաս ինձ հանգից թողես։ Կթողեմ։ Ու դրանից հետո կարաս լացես, կարաս գոռաս։ Իմ համար մեկ է։ Ինձ ոչ ոք Ինձ ոչ ոք պետք չի։ Բարև։ Սենց չոր բարև։ Բա ոնց։ Ուզում ես քեզ սովորացնեմ մոտիկ ընկերները ոնց են իրար բարևում։ Սովորացրու։ Այս ես ձեռը տալիս ես։ Մոտիկ ես գալի։ Երկու հատ, հələ փորձի։ Հա։ Ասես հերվից են գալի, թե լավ։ Չես ես ուսով մի արի, ես նորմալ ես ջիգարով։ Գնացինք։ Հա, բայց այն վերջի պաչիկը մի ուշացրա, ջոգի։ Հա միասին պիտի լինի, մի հատ էլ փորձենք։ Իմ մոտ պարային հաշիվները վա։ 5, 5, գնացինք։ 1, 2 Ապրես, դու ընդունակ ես աշոտիկ։ Հա, իսկ դու կուզես պարային լեզվով իմանաս ոնց են։ Դավայ։ Լեզի բռնենք։ Ուրեմն նայ, անում ես 5-րդ դիրք, սա շատ կարևոր է։ 1 2 3 4 Հետո բարձրանում ես։ Մի հատ կարաս փորձես։ Չէ, դի լավ գաղափար չի։ Ինչի։ Պետք է հեշտ շարժի։ Լավ, մի մտածի։ Իսկ դու ուզում ես սովորացնեմ քեզ ամենահարազատ մարդիկ ոնց են իրար բարևում։ Ոնց են բարևում։ Այսինքն։ Շատ հարազատ էր։ Ահա։ Ահա։ Վերիքա։ Վերիքա։
Հա, գնանք։ Գնացինք։ Սիկինա։ Գինը։ Ոնց է կարոտել ես ամենը։ Սով մի քիչ ժամանակ տուր ինձ։ Ամեն ինչ կընկնի իրենց տեղը։ Ես էլ կանցնի, գիտեմ, ես էլ կանցնի։ Կանցնի։ Գնանք։ Գնացինք։ Ես այդտեղ չեմ եղել։ Լավ տեղ է, հաստատ դուրդ կգա։ Հատ ջան, ցաված։ Շատ։ Բան չկա կանցնի, արի գնաց։ Գնաց։ Thank you. Նարե ջան։ Նարե։ Ինչ է եղել բալս։ Ոչ մի բան։ Էդ լացել ես։ Չէ, ուղղակի տրամադրություն չունեմ։ Ինչից ես նեղվել։ Նեղվում եմ, որովհետև մազերս թափվում են։ Չեմ կարողանում սանրեմ, բրերով թափվում են։ Էդ կվերականգնվի աղջիկ ջան, դու այդ մասին մի մտածի։ Մեկ էլ կարաս ասես, որ Գագոյի տղեն էլ ինձ չզանգի։ Ինչի զանգելը։ Հա, զանգելա, բայց ես չեմ ուզում իր հետ խոսեմ։ Նարե ջան, ասելը կասեմ, բայց դու սիրուն աղջիկ ես, ու բնական է, որ ինչ-որ մեկը քեզ հավանում է։ Ահա, բայց ինքը չի հասկանում, որ ես ոչ ուզում եմ իր հետ հանդիպեմ, ոչ ուզում եմ խոսեմ, ու ընդհանրապես ես ոչ մեկի չեմ կարա սիրեմ, ու ինքը թող իզուր հույսեր չփայփայի։ Լավ բալես, չես ուզում մյուսի։ Ինչ եղավ։ Մամայից հիշեցի։
Ներես, հա, մենք եկել ենք հաց ուտելու, ես էլ ախորժակ եմ փակում։ Ամեն ինչ նորմալ է։ Ես ուղղակի նեղում եմ, որ դու ոչ մի բան չես կարա փոխես, ու ոչ մի բան չես կարա անես։ Գիտեմ։ Բայց ինչ կա։ Ես գիտեմ, որ հիմա ոչ մի բան չեմ կարա փոխեմ։ Ուղղակի այս ամեն ինչ այնքան թարմ է, որ ոնց որ մամայից նոր կորցրած լինեմ։ Էլեն։ Ուղղակի չգիտեմ ոնց մտքիցս հանեմ։ Իսկականից չգիտեմ։ Ուրիշ բանի մասին մտածի։ Մի լավ բանի մասին, որ ստիպում է քեզ հնժպտալ։ Հիմա սենց ենք պայմանավորվում, հենց մի քիչ նեղվում ես, զանգում ես ինձ։ Ես իմ խնդիրներով չեմ ուզում քեզ խնդիրներ ստեղծեմ։ Նորից եմ ասում, ընկերները հենց սրա համար են։ Ու արել, սրա մասին չխոսանք։ Ստացվում է, որ ես քեզ անընդհատ պիտի զանգեմ։ Դու զանգ, ես մենակ ուրախ կլինեմ։ Բայց ես կուզանամ, որ երբ որ դու էլ տխուր լինես, դու ինձ միշտ զանգես։ Անպայման։ Կզանգես։ Անպայման։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Ինչ լավ հոտեր ա գալիս։ Ախորժակս բացվեց։ Դե հիմա աղբերներով կարգին հաց ենք ուտելու։ Բա ոնց։ Բարի ախորժակ լավ տղեկին։ Դե բարի ախորժակ։ Գրավիչ ժպիտ եւ գեղեցիկ ատամնաշար ունենալը իմ մասնագիտական հաջողության գրավականներից մեկն է։ Ես այստեղ վստահում եմ բոլորին գլխավորության բժիշկ Սահաբի, ով հաշված ժամերի ընթացքում ակնհայտ կերպով կարող է հրաշքներ գործել։ Hello doctor. Hi Mary, how are you? Welcome to our office. Thank you. Come with me. Ժամանակ մի կորցրեք։ Այցելեք հենց այսօր եւ վստահեք նրան ձեր ատամների խնամքը։ Այդպիսով հավեր ժպիտն ու գեղեցիկ ատամնաշարը կլինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը։ Superior Tile, Կալիֆոռնիայի ամենամեծ 10,000 square feet տարածքով տների վերանորոգման խանութ սրահ, Tile and Stone, Laminate and Hardwood, Vinyl and Bathroom Fixtures, Sinks, Shower System, ու էլի շատ ու շատ ապրանքներ։ Ներկայացված ցանկացած ապրանք առկա է պահեստում, իսկ քաունթարթափերը առկա են տեղում առանց նախնական պատվերի։ Սիրով սպասում ենք ձեզ։ Superior Tile, ամենացածր գները երաշխավորված են։ Best price, biggest selection, excellent service. Ուշադրություն, սկսվել է ավարտական շրջանը։ Եթե ուսանողական վարկը խնդիր է դարձել, ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում կատարել անգամ նվազագույն վճարը, մի հուսահատվեք։ Դիմեք Student Optimum Services ընկերությանը։ Անկախ ձեր սոցիալական կարգավիճակից, ընտանիքի անդամների թվից, մենք կօգնենք ձեզ օգտվել ԱՄՆ կառավարության կողմից հատկացվող Student Loan Forgiveness ծրագրից, որի օգնությամբ մասնակի կամ ամբողջությամբ կմարվի ձեր ուսանողական վարկը։ Մի հուսահատվեք, շտապեք դիմել մեզ Student Optimum Services։ Պապ, մաման երբ է գալու։ Մաման։ Շատ եմ կարոտել։ Չգիտեմ, ոնց։ Դու զանգի ասա, հենց դու զանգես, անմիջապես կգա։ Ես երեք իր հետ խոսեցի, շատ անտրամադիր էր ու ասեց, որ չի գալու։ Դե մամա դա էլի չգիտես, ինքը իրան կռվում է, ինքը իրան բարիշում։ Չհասկացա ինչ էր եղել։ Մտածեցի երևի դուք վիճել եք, բայց ոնց տեսնում եմ, չէ։ Երևի էլի պարապա մնացել, չգիտեմ։ Ախր մամատ ընդհանրապես չի մտածում մեր մասին։ Չի հասկանում, որ մենք մենակ ենք։ Գիտի, որ աստղիկներ գնացել է, ոնց ենք յոլա գնում։ Իրան այդ ընդհանրապես չի հետաքրքրում, չէ, իրան ընդհանրապես ընտանիքը չի հետաքրքրում։ Պապ, տենց մի ասա։ Բայց ոնց մտածեմ։ Լավ, դեմի չայլոց։ Դու նոր աշխատող էիր փնտրում, ընտրեցիր։ Չէ, չընտրեցի։ Շատ մարդ էր եկել, բայց ոչ ոք դուրս չեկավ։
Բոլորս մենք հո հարց չենք ընտրում, աշխատող ենք ընտրում։ Հա, պապ ջան, բայց շատ կարևոր է, որտեղ ուզում եմ մի քիչ կիրթ լինի, վերջի ամբողջ օրը մեզ հետ է, չէ՞ անցկացնելու, պիտի դառնա մեր ընտանիքի անդամը։ Ճիշտ ես։ Սոված ես։ Հեն էլ ոնց։ Հիմա կգնամ հաց կդնեմ։ Չէ, աղջիկ ջան։ Արի դու հագնվի, Ստելային էլ վերցնենք ու գնանք միտեղ հաց ուտենք։ Կներես, պապ ջան, բայց ես Ստելայի հետ ոչ միտեղ չեմ ուզում գամ։ Չէ՞ որ բոլորս։ Անհարմար այդ երեխին ինչ եկել է, ոչ մեկը ոչ միտեղ չեք տարել։ Հա, բայց ինքը իմ նյարդերի վրա ազդում է, ես չեմ կարող իր հետ դուրս գամ։ Իմ նյարդերի վրա էլ է ազդում, բայց կամաց չլսի։ Ես չեմ վախենում, որովհետև ինքը լավ էլ գիտի, որ իմ նյարդերի վրա ազդում է։ Ես էլ չեմ կարող ուտեմ։ Համով է շատ։ Կյանքումս այսքան շատ չի կերել։ Էսա շատ է։ Շատ։ Դու լրիվ սկյուռիկի չափ ես ուտում։ Բայց սկյուռիկ եմ։ Դու մենակ իմ սկյուռիկն ես։ Այսօր օրդ ինձ ես չէ նվիրում։ Քեզ եմ նվիրում։ Ուր ես ուզում գնանք։ Ես իմ չգիտեմ։ Օրինակ որտեղ կուզենայիր լինել, ոչ ես եղել։ Դե ոնց ասեմ։ Ճիշտն ասած, ստեղ Լոս Անջելեսում ոչ մի նորմալ տեղ չեմ եղել։ Ոչ մի տեղ։ Դե հա։ Մենք նույն օրն ենք եկել, ուղղակի մինչև հիմա չեմ հասցրել ինչ-որ մի տեղ գնամ։ Ուրեմն ես քեզ պիտի ցույց տամ Ամերիկան։ Դե եթե քեզ դժվար չի։ Իհարկե դժվար չի։ Ուր ես ուզում գնանք։ Աստղերի փողոց։ Չծիծաղած, իսկականից չեմ եղել։ Մենակ Աստղերի փողոց։ Հարց չկա, գնացինք։ Հիմա։ Հենց հիմա։ Բայց սպասի, ոնց հիմա։ Ինչի սպասեմ։ Քեր գնանք։ Ես հարմար է։ Հարմար Աստղերի փողոցը գիշերով է սիրուն։ Միած սուրճ խմենք ու գնանք։ Լավ։ Դուրս գանք։ Հելանք։ Լսի, արյուզմս Նարային զանգեմ, եթե ու կուզենամ, միտեղ գնանք նստենք համել։ Դավայցե։ Դե որ տենց է, ես զանգում եմ Դավային տնամ ուրա։ Всё, զանգի։ Դյադ Էրնեստ։ Ասա Ստելա։ Էս ինչ տեսք է։ Լավ, կհագնվեմ ու կգամ։ Հա, մյուս անգամ սենց տեսքով սենյակ չգաս։ Եղավ։ Ու դու ուզում ես, որ մենք իր հետ տեղ գնանք։ Իմ կարծիքով իրան վանդակում են պահել, որովհետև ինքը իրան պահելու ձև չգիտի ընդհանրապես։ Ես շատ լուրջ կխոսեմ Ստելայի հետ։ Լեոն։ Լեոնա։ Հա, Լեոնա։ Ալո։ Նարաս ինչ ես անում։ Ոչ մի բան, պապայի հետ ուզում ենք ճաշենք։ Երբ կգաս։ Ես ու Ակնել ուզում ենք գայինք, քեզ վերցնենք ու միտեղ գնայինք։ Չեմ ուզում տնից դուրս կամ ճիշտն ասած։ Ինչի հարևս։ Ուղղակի տրամադրություն չունեմ։ Հակին էլ ասա շատ զգացված եմ, բայց իրոք չեմ ուզում տնից դուրս գամ։ Սենց չեղավ։ Ես ինձ տանը շատ լավ եմ զգում։ Տնաշեն դարձել ես տնային տնտեսուհի։ Բայց ինչ օգուտ, եթե դուք տանը չեք ճաշում։ Խոստանում եմ վաղը։ Էլ չսկսես։ Ես վաղը ոչինչ չեմ սարքելու։ Կամ դուրս գանք, հա։ Թող մնա հետո էլի։ Նարաս չեղավ։ Իսկապես չեմ ուզում։ Տանը ինձ համար շատ հանգիստ է։ Ես իրոք հանգստի կարիք ունեմ։ Սենց տանը փակվելով էլ չի լինի։ Չի կարելի, հասկանում ես։ Հասկանում եմ, բայց հիմա ես ինձ տենց եմ լավ զգում։ Լավ, ուրեմն տուն եմ գալիս։ Չէ, հանգիստ գնամ անգալու։ Գալիս եմ։ Լավ։ Ախպերդ ինչ երես։ Լեոն գալիս է։ Հա։ Ուրեմն ավելի լավ կսպասենք, միասին կճաշենք։